այս ընթացքում օրեր առաջ ՀԿ-ն համալրվեց, տարբեր կուսակցականներով Սերժ Սարգսյանն է կարծես ակտիվանում, ինչ է կարծում ՀԿ-ն նոր թարմացած ձևով վերադառնալու հնարավորություն ունի նորից Սերժ Սարգսյանի։ Ես խորհուրդ կտամ ՀԿ-ն փակի այդ էջը գնա պատմության գիրք։ Իր արած թերություններով, սխալներով, բռնություններով, կոռուպցիայով ամեն ինչով հանդերձ։ Գա ինչ անի, ժողովուրդը գիտակցեց, դրա համար ոտք դավ։ Իրանց իրավունքներն է, բնական է կամ ոստանան, բայց չգիտեմ, ես այդտենց եմ հասկանում։ Պարոն Միքայելյանը հանրապետականները նաև հայտարարում են ներողություն քաղաքացու օրվա հետ կապված, որ հերթական իշխանափոխությունից հետո այդ օրը չեղարկվել է։ Եվ նաև այս օրերին բավականին շատ քննարկվում է այն հարցը, որ 124 միլիոն դրամ է կառավարության որոշմամբ հատկացվելու այդ օրվա տոնակատարությունը։ Դուք ընդհանրապես ինչ դիրքորոշում ունեք սրա վերաբերել, կարծում եք, որ նպատակային են տնօրինվում գումարները։ Մեր երկրում նորագույն պատմության մեջ իրավիճակը փոխվել եւ դա արերա ժողովուրդը տոնում է այդ օրը։ Իշխանությունն պարտավոր է այդ օրը քաղաքացու օր համարի, որովհետեւ քաղաքացին ես կուրսի մեջ չեմ, եթե հատկացվել է ինչ ժողովուրդը թող նորմալ ուրախանա ինչ է ես սովորական հրազդանում մի հատ փողոցում դուրս եմ գալիս մեկի հետ խորոված եթե չկարենամ բան միս ճարեմ կարտոշկա կուտեմ ճանապարհին չեմ ճանապարհները բոլոր արդեն պիտի բացվեն եթե ուրախությունից է փակվում ժողովրդի իրավունքն է դա Հրազդան դուրս գալու համար ձեզ 124 միլիոն պետք է, պարոն Միքայելյան, որ դուրս գաք փողոցներում զբոսնեք։ Ընդհանուր Հայաստանի մասշտաբով ես կուրսի չեմ, ինչ կուրսի չեմ։ Հրազդանում որտեղ այնտեղ միջոցառումների մեջ նշվում է ծառատունք, ցուցադրություններ, հանրային քննարկումներ եւ այլն, որքանով է նպատակը։ Այսինքն դա ծախսում է ժողովրդի կամ ընդհանուր քաղաքում ինչ որտեղ բարելավման, ինչ որ հարցի լուծման նույնպես։ Այդպես մի բան հայացքով նայեք, այն ժամանակ գումարներին թվերին մխսվում, հասկանում եք այն ժամանակ, ոչ մեկ չեր կուրսի ինչա կատարում, դուլը մի հատ հետաքրքրեք տեսեք օրինակ Երևանի Երևանի միջոցառման ժամանակ ինչքան գումարա ծախսվել իշխանության օրոք։ Համեմատելի բանա, ես ասում եմ մեր նորագույն պատմության մեջ առաջ անգամ ժողովուրդն հաղթանակատար է իր օրն է նշելու։ Պարոն Միքայելյան, նույն այս իշխանության անդամները նախկինում բողոքում էին, երբ որ նման մեծ գումարներ էին հատկացվում որևէ տոնի համար հատկացվել է, այդ գումարը ծախսում է ամբողջ ժողովրդի համար հատկացված գումարը, ոչ թե գաղտնի ինչ-որ գումարը, ժողովուրդն էլ այսօր դուք բոլորդ իրաց եկեք, որ նման բարարը։ Կառուցեք, աղբը հեռացնեք։ Իհարկե, պետք է կառուցենք։ Առաջ անգամ ընդհանուր ժողովրդի հետ ուզում ենք մի հատ ժողովրդական ինչ-որ միջոցառում կազմակերպենք, այսինքն նշենք ժողովրդի տարած հաղթանակը։ Այստեղ ոչ մի անհատ, ոչ մեկի չկան, օրինակ լավ է, մի 27-ի ուրիշ բան չունեք ժողովուրդ։ Ուրիշ բան եմ հարցնում, պարոն Միքայելյան, կարծում եք տնակում ապրող կամ վթարային շենքում առնետանոցում ապրող քաղաքացին դուրս գալու է այդ օրը տոնին։ Իհարկե դուրս կգա։ Այո։ Որտեղ է իշխանափոխություն ինքն արել։